Դուք դիտում եք Ադրբեջանի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանի գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին Ադրբեջանում եւ նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին իրազեկ լինելու համար։ Այսօր մարտի 3-ն է։ Օրվա կարևոր լուրերը CBC-ի հայկական ծառայության եթերում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Ավերչուկին։ Ջեյհուն Բայրամովի Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ քննարկել է լարվածության աճը Մերձավոր Արևելքում։ Այսօր Ադրբեջանում նշում են Օդ Չերշենբեսին, կրակի երեքշաբթին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկին։ Հանդիպմանը ռուսական կողմը անկեղծ երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը տարածաշրջանում ստեղծված բարդ եւ լարված իրավիճակում Իրանի Իսլամական Հանրապետությունից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած օգնության համար։ Զրույցի ընթացքում նշվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն կողմերը շուտով կիրականացեն համալիր գործնական քայլեր 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ազալի ինքնաթիռի վթարի հետևանքով առաջացած խնդիրները լուծելու համար։ Կողմերն ընդգծել են իրենց հանձնառությունը Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև փոխշահավետ առևտրատնտեսական ներդրումային, արդյունաբերական եւ տրանսպորտային լոգիստիկ համագործակցությունը շարունակելու հարցում։ Հանդիպմանը քննարկվել են նաեւ տարածաշրջանում տրանսպորտային արտադրությունների զարգացման հեռանկարները։ Հաստատվել է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման աշխատանքները շարունակելու համատեղ մտադրությունը։ Զրույցն անցել է կառուցողական եւ բարեկամական մթնոլորտում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում լարվածության աճը։ Այս մասին ասում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ Բայրամովի եւ Կալլասի միջև հեռախոսազրույցի արդյունքներով։ Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում ընթացիկ իրավիճակը, լուրջ մտահոգություն հայտնել սրման վերաբերյալ եւ ընդգծել հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու կարեւորությունը։ Նշվել է Ադրբեջանի նշանակալի դեր Իրանից օտար երկրի քաղաքացիների, այդ թվում Եվրամիության անդամ պետությունների քաղաքացիների տարհանման գործում։ Կողմերը նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Աստարայի սահմանային անցակետով Իրանից Ադրբեջան արտասահմանյան քաղաքացիների տարհանումը շարունակվում է։ Իրանի դեմ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց ի վեր ադրբեջանական սահմանով տարհանվել է ավելի քան 600 մարդ։ Երկուշաբթի մարտի 2-ին ժամը 21:00-ից մինչև երեքշաբթի կեսգիշեր եւս 50 մարդ Իրանից Ադրբեջան է տարհանվել Աստարայի սահմանային անցակետով։ Տարհանվածներից 7-ը Ադրբեջանի, 10-ը Տաջիկստանի, 11-ը Ռուսաստանի, 17-ը Չինաստանի եւ 5-ը Սերբիայի քաղաքացիներ են։ Տեղեկատվության համաձայն տարհանվածներից 5-ը անչափահասներ են։ Թուրքիան կողմը հանդես գալիս տարածաշրջանում տևական խաղաղությանը։ Մենք դեմ ենք շարունակական արյունահեղությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։ Նա հարևան Իրանի վրա հարվածները որակել է միջազգային իրավունքի կոպիտ խախտում։ Մինչ օրս այդ հարվածների արդյունքում զոհվել են մեծ թվով իրանցի եղբայրներ եւ քույրեր, այդ թվում գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խոմեյնիին, ինչպես նաեւ քաղաքացիական եւ զինվորական պաշտոնյաներ, անմեղ երեխաներ, ասել է պետության ղեկավարը։ Թուրքիայի առաջնորդը երկրի եւ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ ռազմական գործողությունը զգալիորեն ուժեղացնելու իր մտադրության մասին, նշելով, որ հարվածների ամենամեծ ալիքը դեռ առջևում է։ Ամերիկացի առաջնորդը այս մասին ասել է CNN-ին. «Մենք քաոս ենք սերմանում նրանց մեջ եւ դա շատ լավ է ընթանում։ Դա շատ հզոր է։ Մենք պատրաստվում ենք նրանց ուժեղ հարվածացնել։ Գործողությունը շատ լավ է ընթանում», ասել է Թրամփը։ Նա ավելել է, որ գործողության ամենածավալուն փուլը դեռ չի սկսվել։ Մենք նույնիսկ լուրջ
հարվածներ չեն հասցրել։ Մեծ ալիքը դեռ չի սկսվել, բայց շուտով կսկսվի։ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված չէ տարածաշրջանում երկարատև հակամարտությամբ։ Ես կարծում եի, որ դա կտևի 4 շաբաթ։ Ու մենք մի փոքր առաջ ենք անցել ժամանակացույցից, ընդգծել է նա։ Ամերիկացի առաջնորդը դրականորեն է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգները ձեռնարկում է որևէ լրացուցիչ միջոցառում ռազմական գործողությունից բացի Իրանի ժողովրդին օգնելու համար։ Այո, դա այդպես է, բայց հիմա մենք ուզում ենք, որ բոլորը մնան տանը։ Դրսում անվտանգ չէ։ Շուտով իրավիճակը ավելի քիչ անվտանգ կդառնա, նշել է նա։ Այսօր Ադրբեջանում նշում են Օդ Չերշենբեսին, կրակի երեքշաբթին։ Օդ Չերշենբեսին Նովրուզի տոնին նախորդող 4 երեքշաբթիներից երկրորդն է, Սու Չերշենբեսիից հետո։ Թուրքերի մտածողության և գիտակցության մեջ կրակը սրբության խորհրդանիշ է, կրակի այս սիմվոլիկությունը պահպանվել է և հասել է մինչև մեր օրեր։ Օդ Չերշենբեսիի իմաստն այն է, որ կրակը լինելով սուրբ պաշտպանում է մարդկանց չարից, մաքրում և հավատ է տալիս բարու հաղթանակի հանդեպ։ Այսօր ընդունված է խարույկ վառել և ցատկել դրա վրայով։ Ըստ ժողովրդական հավատքի, այս կերպ մարդը ազատվում է բոլոր դժբախտություններից ու անախորժություններից։ Հին ժամանակներից մարդիկ խնամքով են վերաբերվել կրակին և պահպանել այն։ Իսկ բերդում կրակ վառելը միշտ ինչ-որ իրադարձություն էր նշանակում։ Դա վառ արտացոլված է Դեդե Գորգուտ դաստանում։ Մեր ալիքի տեղեկատվական գործընկերն է Երևան տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ադրբեջանցի եւ արտասահմանյան հեղինակների արդի վերլուծական նյութեր, հարցազրույցներ եւ հրապարակումներ, տարածաշրջանի պատմության, այսօրվա իրողությունների, ինչպես նաեւ ազգամիջյան հակամարտությունների պատճառների եւ հետևանքների վերաբերյալ։ Բոլոր այս նյութերին դուք կարող եք ծանոթանալ այցելելով կենտրոնի Երևանասկոմ կայքի Facebook-յան էջը։ Ինչպիսի իրավիճակ է տիրում այսօր Հայաստանի Տավուշի սահմանամերձ համայնքներում, Կիրանցում, Բերքաբերում, Սարիգյուղում եւ մյուս վայրերում, որտեղ 2024 թվականին ավարտվեց Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանազատման գործընթացը, եւ ինչ մտահոգություններ եւ դիտարկումներ ունեն այդ բնակավայրերում ապրող մարդիկ։ Այսօր այս հարցը ամենակնարկվող թեմաներից մեկն է Հայաստանում։ Իրավիճակին մոտիկից ծանոթանալու համար Շանթ Նյուսի լրագրողները մեկնել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղ եւ զրուցել տեղի բնակիչների հետ։ Ընդհանրապես ոչ մեկ չի պատկերացրել, որ օրերից մի օր հնարավորություն կլներ սենց։ Вообще անկախությունից հետո մեր գյուղում ընդամենը 2 տուն է կառուցվել։ Բնակիչների խոսքով սահմանազատումից հետո գյուղում կյանքը բարելավել է, սահմանին լարվածությունը նախկինում է մնացել, ամենուր խաղաղություն է տիրում։ Արդեն եւի 21-20 թվականից այս կողմը եւի կրակոտ չի եղել։ Հիմա առաջի անգամ խաղաղություն ենք զգում։ Երբևէ չի եղել սենց։ Եթե այսպես խաղաղ է լինի, շատ լավ կլինի։ Թող քաշի մի 100 տարի հետո դե հիմա ինչեր կփոխվի։ Բայց ես զգում եմ, մի քիչ զգացող եմ, էլի տենց ասենք կոպիտ ասած, որ չի լինելու։ Չի լինելու։ Կռիվ չի լինելու։ Բերքաբերքից հորիզոնի նկարանող խումբը մեկնել է Կիրանց եւ Սարիգյուղ ներկայացնելու նրանց խնդիրները։ Գյուղացիների խոսքով սահմանամերձ կյանքը դարձել է ավելի ապահով եւ խաղաղ։ Ապրում ենք այսպես խաղաղ, ապրում ենք այսպես մաքուր օդում, մաքուր հողում, մաքուր ջրում, Բայց հիմա շատ լավ է ցավը տանեմ, շատ լավ է։ Հիմա կրակոցներ կան։ Չէ, հիմա կրակոցներ չկա։ Լավ ենք ոչինչ դե, փառք Աստծո։ Ապրում ենք երելա որ խաղաղ է, էլի ինչ ասեմ։ Կռիվ չկա։ Ես խաղաղության կողմնակից եմ։ Ես չեմ ուզում պատերազմ լինի, ես չեմ ուզում իմ եղբայրը զոհվի, իմ ընկերը զոհվի, ես զոհվեմ։ Մեզ է տա պետք ընդամենը։ Հարցումները ցույց են տալիս, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմանազատման գործընթացից հետո սահմանամերձ գյուղերում բնակվող մարդիկ միայն խաղաղություն են ուզում։ Նրանք հոգնել են պատերազմից եւ համոզված են, որ ընդդիմադիր շրջանակների ռևանշիստական հռետորաբանությունը կայունություն չի բերի, ընդհակառակը երկիրը կմոտեցնի նոր պատերազմի, որը կարող է հանգեցնել ինքնաոչնչացման, եւ որ միայն խաղաղությունը կարող է ապահովել պետության կայունությունն ու զարգացումը։ Երկիրը դուրս կգա ճգնաժամից,
կողմից, ինչը հնարավորություն կտա ապագա սերունդներին ապրել խաղաղության եւ համերաշխության պայմաններում։ Դուք դիտեցիք օրվա գլխավոր լուրերը CBC-ի հայկական ծառայության ալիքում։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք եւ մեկնաբանեք, որպեսզի մեր լուրերը ավելի շատ մարդ կարողանա դիտել։